Թրամփը հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումը 5 օրով։ ԱՄՆ նախագահը ուրախությամբ գրել է True սոցիալական կայքում, որ վերջին 2 օրերին շատ լավ եւ արդյունավետ բանակցել են Իրանի հետ Մերձավոր Արևելքում թշնամանքին վերջ տալու ուղղությամբ։ Ու որոշել է Թրամփը հետաձգել էլեկտրակայանների վրա բոլոր հարձակումները։ Իրանական կողմը հերքել է, թե շփվում են նահանգների հետ։ Ֆարս լրատվական գործակալությունը գրում է, որ հավանաբար Թրամփը նահանջել է այն բանից հետո, երբ իմացել է, որ Իրանի թիրախները լինելու են ծոցի բոլոր էլեկտրակայանները։ Տարածաշրջանում բոլորային էներգետիկ ենթակառուցվածքները, որ ապահովում են ամերիկյան ռազմաբազաների գործունեությունը, սպառնացել էր օդ հանել Թեհրանը։ Իսրայելի պաշտպանության բանակը առավոտյան հարվածել է Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող էլեկտրոնիկայի արտադրության շենքին, որ պատկանում է Իրանի պաշտպանության նախարարությանը։ Արդյոք թշնամանքին վերջ դնելու Թրամփի հայտարարությունը միայն բառեր են։ Jerusalem Post-ը գրում է, որ Միացյալ Նահանգները դեռ քննարկում է Իրանի Խար կղզին գրավելու ցամաքային գործողությունը։ Իսրայելական լրատվամիջոցը տեղեկություն ունի, որ նահանգներն արագացնում է Մերձավոր Արևելքում ծովային հետևակի եւ ռազմածովային ուժերի ստորաբաժանումների տեղակայումը։ Իրանական Խար կղզի օտարերկրյա ներխուժման ցանկացած փորձ կհանգեցնի ագրեսորի լիակատար նվաստացմանը, հայտարարել է Իրանի Մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի խոսնակ Էսմայիլ Հոսեյնին։ Իրանը սպառնացել է ականապատել Պարսից ծոցի ծովային ուղիները, հայտարարել է Իրանի պաշտպանության խորհուրդը։ Չնայած պատերազմի ավարտի մասին փորձագիտական շատ կանխատեսումների, նույն անգթությամբ շարունակվում են ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Թավրիզ քաղաքի բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել։ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել նաև Իրանի Սիրչան քաղաքին։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը ծանր ռմբակոծիչներով հարվածել են Իրանի Յազդ քաղաքում Հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռների ստորգետնյա մի խոշոր բազայի։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով Յազդ քաղաքի ծայրամասում հրթիռների արձակման տասնյակ հարթակներ կան, որտեղից օրական 100-ավոր հրթիռներ են գործարկվել։ Գաանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։